Բարի երեկո սիրելի հեռուստադիտող 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է այսօր զրուցելու է մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանի հետ։ Պարոն Քոչարյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Բարձր։ Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանում հերթական անգամ իրեն հատուկ ոճով հայտարարություններով հանդես եկավ, եկեղեցականներին նորից աշխարհի գրեթե բոլոր մեղքերում մեղադրեց, գրեթե պատերազմի կուսակցության անդամ հայտարարեց, այս կամ այն երկրի ինչ-որ օգտին որոշակի գործունեություն ծավալող անձինք եւ այլն ազդեցության գործակալներ եւ այլն եւ այլն։ Ընդհանուր առմամբ, եթե գնահատենք իր ելույթը Արցախայություն, Հայաստանի ներքաղաքական իրավիճակ, ինչի մասին էր իր ելույթը։ Որոշ քաղաքագետներ ասում են, խեղդվողի փրկվելու անհույս փորձեր էին հիշեցնում։ Գիտեք, գլոբալ առումով ոչ մի բանի մասն էր, որովհետև այն ինչ որ ինքը ասում էր, ինքը մինչև դա էլ է ասել, հա, ուղղակի այստեղ ստացել է Եվրոպարլամենտում եւս մեկ անգամ այս բաները թեզերը առաջ տանելու Եվ ընդհանուր գլոբալ առումով նոր ասելիք Նիկոլ Փաշինյանը չունի, որովհետև իր բոլոր ասելիքները ինքը արդեն ասել է եւ ասելիքների հիմնական մասը վերաբերվում է այն ցուցումներին, որ իրեն տվել են Ալիևը եւ Էրդողանը։ Մենք պետք է ճիշտ հասկանանք, որ Եվրոպարլամենտը դա իր համար հարթակ է, բայց դա որոշիչ դեր չի իր համար, որովհետև այո, ինքը ունի եվրոպացիների որպես իրեն տանիք փորձում է տեղավորել, բայց գլոբալ առումով եւ ինքը մեկ անգամ ասեց, եթե պետք է նույն եվրոդիտորդները ինքը Հայաստանից դուրս կհանի։ Այսինքն այստեղ ինքը ուղղակի դա գումարում է որպես եւս մեկ ակտիվ իր գործնեության, բայց մենք ելի պետք է հասկանանք, որ եվրոպացիները չեն ասում իրեն, որ ինքը փոխի սահմանադրությունը, այդ ցուցումները իրեն տրվում են ուրիշ տեղից եւ եվրոպացիները Եվրոպացին ինքը պետք է զուտ նրա համար, որ դա ինչ որ ձևի Ռուսաստանին ցավեցնելու միջոց է։ Այսինքն էլի հակառուսականության։ Հակառուսականության առումով, իսկ Փաշինյանը դիտարկում է եվրոպացիներին որպես հանրային աջակցություն եւ փող Որոշակի հարցեր կթելու որպես Եվրոպայից մի քիչ փող կթել իր ընտրությունների համար, որտեղ էլ եմ ասում Նիկոլ Փաշինյանի աշխարհայացքի եւ Նիկոլ Փաշինյանի գործնեության վրա եվրոպացիները շատ քիչ ազդեցություն ունեն, եվրոպացիները ժամանակին օգտագործել են Փաշինյանին իրենց նպատակներին հասնելու համար եւ մենք գիտենք, որ ամեն Եվրոպա գնալուց Արցախի գլխին ինչ-որ մի պատոհաս իջնում էր, ստատուսն էին իջեցնում բանակցային եւ այնուհետեւ ընդհանրապես համոզեցին Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, իսկ հաջորդ գնալուն ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանը չեկավ։ Գրանադայի հայտնի բաններ, հանդիպումներ, այսինքն եվրոպացին այդպես է անում, որ ռուսներին վատ լինի, իսկ Փաշինյանն էլ եմ ասում, այդ իրենց փոխհարաբերությունն այնպեսին են, որ փող վերցնի մի քիչ ու մի քիչ տենց իրենց ապտան ասեն, վայ ապրես ինչքան լավն ես, մեր նոր դեմոկրատներ եւ այլն։ Նույն ձեզ ասեմ Եվրոպարլամենտի շատ падգամավորներ, ընդ որում մենք որոշակի կապ ունենք իրենց հետ, իրենք ուղղակի զարմացած են թե ինչպես ինքը անտեսում Արցախի փախստականների բռնագաղթացների հարցը եւ շատ եվրոպացի падգամավորներ ժամանակ առ ժամանակ բարձրացնում են այն հարցը, որ արցախցիները պետք է վերադառնան ապահով իրենց հայրենիք եւ ուղղակի շոկի մեջ են, որ Հայաստանի ղեկավարը կարող է կանգնի եւ ասի, որ Արցախյան էջը փակ է եւ Արցախի թեման, որ բարձրանում է, դա, չգիտեմ, լավ չի Հայաստանի համար եւ այն process-ների համար, որի մեջ ներգրաված է Հայաստանը։ Այսինքն խոշոր հաշվով Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանի հարթակն օգտագործեց ներքաղաքական process-ների վրա ազդելու համար, այսպես ասենք նախընտրական ինչ-որ PR ակցիա էր։ Նույնիսկ դա չի, որ գնաց ուղղակի ինչ-որ ծափահարություններ ստանալու համար, հա, ելի եմ ասում, Նիկոլ Փաշինյանը նոր ասելիք մարտնովազն վերջին 1 տարին չունի։ Այսինքն այն ինչ որ ինքը ասում է, մենք արդեն բոլորս գիտենք, այն որ ինքը բողոքում էր հոգեվորականներից, դա էլ մենք արդեն գիտենք, այն ուղղակի հարթակներ է գտնում, որտեղ այսպես ասած լիցքաթափվում է, հա, ինչ որ վազում է, ինչ որ թաշկինակներ է գտնում, որի մեջ ինքնին արտասվում է եւ այդպես փոխանցում է ընդհանուր իր էմոցիաները, որովհետեւ ընդհանրապես ես այսպես ասեմ, Նիկոլի օրակարգերն էլ արդեն այլևս չեն աշխատում, հա, որովհետև մենք մտել ենք մի փուլ նախընտրական, որտեղ
Նիկոլի օրակարգերը չպետք է ձևավորեն մեր առօրյան, այլ արդեն ընդդիմության օրակարգերը պետք է աշխատեն, եւ այստեղ մենք տեսնում ենք Նիկոլը իրար հետևից անում է ավելի ու ավելի աբսուրդ բաներ, որպեսզի ուշադրությունը իր վրա քաշի, բայց ամեն օր կախված ընդդիմության աշխատանքից այդ ազդեցությունը դաշտի վրա պակասում է։ Այսինքն այս առումով ընդդիմությունը բավականին լավ աշխատանք է կատարում, է։ Չի ասում, որ բավականին լավ, բայց որոշակի աշխատանք արդեն կատարվում է եւ կարելի է առնվազն 4-5 դեպք հիշել, երբ որ նախաձեռնությունը ընդդիմության ձեռն էր եւ իշխանությունը սկսեց պաշտպանվել, որպես հայտնի օրինակ այդ Վեդու բժշկական կենտրոնի տնօրենի կազինոյում բանի հիվանդանոցի բյուջեն պարտվել է, հա, եւ այլ շատ բաներ կան, նույն ապահովագրությունը, հա, բժիշկների աշխատավարձների հետ կապված այն թեմաներն են, որտեղ իշխանությունը ոչ մի ձև տակից չի կարողանում դուրս գա, նույն ասֆալտներ չկարողացան մարսել, հիմա այս ծառերի խնդիրն է, այսինքն եթե ընդդիմությունը եւ ընդդիմադիր ակտիվիստները իրեն կարողանան անընդհատ այդ թեմաները գեներացնել, նույնիսկ եթե այդ օրը թեմա չկա, հին թեմաները կարելի է գեներացնել, այստեղ էլ եմ ասում Նիկոլ Փաշինյանը կարող է կարկանդակ ուտի, կարող է կիվի ուտի, կարող է կուկուրուզ ուտի, չգիտեմ, կարող է ընդհանրապես ոչ մի բան, կարող է նստի հրապարակում ծոմ պահի բան, դա արդեն այլևս դաշտի վրա չի ազդելու, որովհետև ժողովուրդը ցանկանում է հիմա լսել ոչ թե Նիկոլին, ռուսիացի «не всё понятно», այլ լսի այն ընդդիմադիր ուժերին, իրենք ինչ են առաջարկելու եւ այստեղ է աշխատանքային, այսպես ասենք, մեծ դաշտը, որտեղ ընդդիմությունը պետք է աշխատի եւ լցնի իրենով արդեն օրակարգերը։ Քանի որ խոսքը գնաց ընդդիմությունից, հետաքրքիր է ընդդիմադիր դաշտում, որոնք են այն քաղաքական ուժերը կամ կան այն քաղաքական ուժերը, որոնք հենց այդ լուծումների օրակարգը տալիս են արդեն։ Ճանապարհային քարտեզ գործողությունների, որոնք իրենից ենթադրում են խնդիրը եւ դրա լուծումը կամ լուծման տարբերակները նույնիսկ։ Որպեսզի գովազ չընչի յուրաքանչյուր ուժ, որը արդեն ասել է, որ ինքը մասնակցում է եւ քիչ թե շատ ինքը շանս ունի անցնել պարլամենտ, իրենք բոլորը մոտարապես 90 տեսլականները այսպես թե այնպես նախանշել են։ Եվ խոսքը գնում է խոշոր դաշինքների մասին, խոշոր շարժումների մասին, այսինքն հիմնական խաղացողների ասելիքը արդեն կա։ Ուղղակի այդ ասելիքը շատ պետք է ակտիվ տարածվի, լուսաբանվի եւ այլն, որովհետեւ կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանի ամբողջ զինանոցը արդեն օգտագործված է։ Այնտեղ մի քանի բան է մնացել, որը իմ կարծիքով ինքը փորձել է անի, բայց նույնիսկ բաներ կան, որ ինքը հույս է դրել այդ վրա, դա չկատարվեց, օրինակ իրեն շատ լավ կլիներ, եթե Եվրոպական միությունը ասեր, որ եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, հա, կամ ընտրության բան այս տարի 2026 թվականին մենք առանց վիզայի արդեն կգնանք Եվրոպա, ցավոք սրտի գցեցին եվրոպացիները, ասացին, որ մոտակա տարիների հարց է, այսինքն այս մի լավ բանը չաշխատեց իր մոտ։ Հիմա սպասվելիք քայլերից այն է, որ երևի կալանավորվի Նիկոլ Փաշինյանի շրջապատից ինչ որ մի խոշոր ձուկ, հա, որը իրեն որոշակի ռեյտինգ կբերի, որովհետև նախկինների թեման չի աշխատում, հա, երրորդ նախագահի եղբոր թեման ապրեց 2-ից 3 ժամ դաշտում, հա, եւ աշխատեց արդեն էլի Նիկոլ Փաշինյանի դեմ, որովհետեւ հարց է առաջանում, եթե ինքը հանցագործ է ըստ ձեզ, հա, եւ պետք է կալանավորվի, բայց ինչ եք թողել, որ ինքը հանգիստ ամբողջ Գերդաստանով Հայաստանից դուրս գա, հա։ Շատերը հիշատակեցին նաեւ $18 միլիոն որ վճարել էր։ Այսինքն այդ թեման չի, այն շատ լավ հասկանում եմ, որ այդ թեման չի աշխատում, դրա համար օրինակ մի բան անգավ սկսեց ինչ որ սեփական ժողովրդից կալանավորել, հա, մարդկանց հանել, չգիտեմ, անկապարտեզի տնօրեն եւ այլն, բայց այստեղ էլ խնդիր ինքը ունի։ Եթե ինքը շատ ընկնի իր կողմնակիցների հետևից, իրենք արդեն կսկսեն թիմը կպարակտվի, հա, եւ այնտեղ էլ ինքը խնդիր կունենա, ընդ որում ասեմ, թիմը պարակտված է գլոբալ առումով, որովհետեւ այնտեղ էլ արդեն կան հներ ու նորեր, այնտեղ էլ օլիգարխիկ թևը նեղված է, որովհետեւ չի ընդգրկվում ապագա պարլամենտական ցուցակում, հա, առաջնային դերերում եւ այնտեղ էլ ինքը բոլոր տեղերից ինքը խնդիր ունի, իսկ հաշվի առնելով այն, որ ամենավատ Հայաստանում կրիզիս մենեջերը դա Նիկոլ Փաշինյանն է, մենք գիտենք, որ բոլոր ծանր իրավիճակներում Նիկոլ Փաշինյանը փախել է կամ կորել է, հա, եւ հետո նոր վերադարձել, երբ որ իրավիճակը քիչ թե շատ փոխվել է, եթե այսպիսի կրիզիսները շատանան, հա, կարծիքով նույնիսկ ինքը չի կարողանա արդեն վերահսկել այդ process-ները։ Տեսեք, մի փոքր հանցագործությունները աճեցին, հա, դանակահարցներ կրակել եւ այլն, մի անգամից 3 փոխոստիկանապետ փոխեց, հա, եւ դա հարցի լուծում չէր։
հա, բայց ուղղակի քանի որ չի կարողանում բան ղեկավարի կառավարի այդ ճգնաժամը ժամանակավոր լուծում գտա, որը շատ ավելի վատ է ազդելու, որովհետև այդ մարդիկ քիչ թե շատ արդեն քրեական իրավիճակին ծանոթ են, որոշակի փորձ ունեն կուտակած եւ այլն, եւ ամեն դեպքում ունեն նաեւ անցած ճանապարհ։ Դրա համար սա էլ չի աշխատում եւ այսպես ասենք չի նախանձի, հա, Նիկոլ Փաշինյանին, ես չգիտեմ ինչ պետք է լինի այս 2-3 ամսվա ընթացքում, որ ինքը կարողանա իրավիճակը այնպես շուռ տա, որ ունենա, չգիտեմ, 2018-ի կամ 2021-ի նախընտրական էլեկտորալ դիրքերը։ Իսկ Փաշինյանի մոտ կա այս գիտակցումը իրավիճակից թափ գնահատումը։ Թե այնուամենայնիվ դեռևս իր մոտ տպավորություն է, թե վերահսկման բոլոր մեխանիզմներն իր ձեռքում են եւ ամենավերջին պահին էլ ինչ որ ձևով կկարողանա ազդել իրավիճակի վրա։ Դեք ինքը հավատում է ինչ է անում, հա, շատերը մտածում են, թե ինչ որ խաղում է կամ դեմ է իր հայացքները գնում, չէ, ինքը իրոք հավատում է նրան, ինքը ինչ է, ինքը թվում ինքը լավ բան է անում, հա, եւ այստեղ այդ մարդիկ, ովքեր այսպես ասենք, գաղափարա էնտուզիաստ են, իրանց մոտ որոշ դեպքերում ոտքերը կտրվում է գետնից, հա, իրականությունից կտրվում իրականից եւ ինքը մտածում է, եթե իր համար Հայաստանի փրկությունը Թուրքիայի վասալ դառնալն է, հա, ինքը մտածում է, որ ամբողջ ազգաբնակչությունը պետք է այդպես մտածի, դրա համար իր մոտ այսպեսի ջղաձգումներ են գնում, երբ որ օրինակ Ցեղասպանության թանգարանի ինստիտուտի տնօրենը Արցախի թեմա է բարձրացնում, հա, եւ այն ինչ որ ինքը արեց գլոբալ առումով իր դեմ է աշխատելու, որովհետև մի ամբողջ թանգարան, հա, գիտնականներով, ընտանիքներով եւ այլն արդեն տրամադրված են իր դեմ։ Ավելին շատ մարդիկ հասկացան, որ եթե մարդուն աշխատանքից հանում են Արցախի շատակելու համար, մոտ ապագայում նույնպիսի բաները կլինեն, եթե մենք ինչ-որ ցեղասպանության անուն տանք, չէ՞, եթե կարելի արգելել Արցախի շատակել, արդեն դա եւ թանգարանը, չգիտեմ, կվերանվանեն 1915 թվականի դժբախտ դեպքերի ինչ որ ինստիտուտ թանգարան։ Ցավալի դեպքերի, ինչպես ցավալի դեպքերի կամ, չգիտեմ, դաշնակցության պատճառով տեղ ունի Ռուսաստանի երեսից տեղ ունեցած դեպքերի, չգիտեմ, ոնց են իրենք դա անվանելու, եւ շատերը դա տեսնում են, այսինքն տեսեք, ինքը փորձում է հանգցնել ոչ թե դիմադրության օջախ, այլ չեմ կարող ասել, որ կինը ինչ-որ դիմադրություն է ցույց տվել, բայց իր աշխատանքը, հա, բայց ինքը փորձում է այսպիսի օջախները հանգցնել եւ ամեն հանգցնելուց ամեն իր այսպիսի հաղթանակը Պյուրոսյան է, որ խփում է միանգամից իրեն եւ ել եմ ասում, ինքը տնորեն հանեց աշխատանքից, բայց մեկ հոգի ինքը կոպիտ ասած հանգցրեց, այսպես ասենք, հա, բայց երևի 100-200 հոգի իր դեմ տրամադրեց միանգամից, միգուցե այդ մարդիկ, ովքեր աշխատում են այդ թանգարանում, այդքան էլ վատ տրամադրված չէին Փաշինյանի դեմ, բայց հիմա այս մարդիկ հասկացել են ինչ է կատարում եւ ես ունենք խորհուրդ տվեցի, որ մարդիկ մնան ինչեւ ընտրությունները աշխատեն, ինչի պատճառով, որովհետեւ ինստիտուտի աշխատանքը ինստիտուտը այնտեղ բավականին թանկարժեք նյութեր կամ փաստաթղթեր կան եւ այլն եւ դա թողել բարձի թողի վիճակում, հա, որովհետեւ երեք այս Նիկոլ Փաշինյանը շատ ընկերներ ունի արտասահմանում, որոնք օրինակ կուզենային տիրանային կամ ոչնչացնեին այդ փաստաթղթերը, պետք է չթողել։ Այսինքն այս մի իրողությունը ոչ թե մարսել, այլ ժամանակավորապես չընկալել եւ ուղղակի փորձել պահպանել թանգարանը մինչեւ ընտրությունները հույս ունեմ այնտեղ փոփոխություն կլինի եւ արդեն իրենք կվերագտնեն եւ իրենց տնօրենին եւ իրենց արժանապատվությունը, որը փորձում է Նիկոլ Փաշինյանը տորորել, այսինքն իրեմ ասում Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր քայլը, որը իրեն թվում է, որ դա հաղթանակ է, դա իրականում բավականին պարտություն է եւ միտեղ մի օջախ հանգցնելով ինքը 200 օջախ միացնում է։ Նիկոլ Փաշինյանը Հայաստան վերադառնալուն պես հայտարարությամբ հանդես եկավ եւ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ նոր սահմանադրությունում, որը Ադրբեջանի պահանջով է գրվում, որի վրա աշխատանքներ են տանում, չի լինելու հղում անկախության հռչակագրին։ Արդյոք Նիկոլ Փաշինյանն է այն մարդը, ով պետք է որոշի, թե մեր պետության սահմանադրությունում ինչ պետք է լինի, այն էլ անկախության հռչակագիր լինի, թե ոչ։ Իհարկե ոչ, բայց մարդը եթե այն բանի մուդի մեջ է, որ ինքը կառավարությունը ինքն է, հա, մեկ-մեկ արդեն երևի պետություններ են ասոցիացնում։ Դառնա պետությունը ինքն է, սահմանադրությունը ինքն է, դա էլ եմ ասում փոքրիկ դիկտատորի որոշակի փուլեր են, որ ասնում եւ այստեղ ժողովուրդը պետք է դրա պատասխանը տա, այսինքն արդյոք ժողովուրդը համարում է, որ Արցախյան էջը փակված է,
Արդյոք ժողովուրդը համարում է, որ ցեղասպանության պահանջատիրություն պետք է չլինի, արդյոք ժողովուրդը համաձայն է նրա հետ, որ Թուրքիան պետք է դառնա Հայաստանի վերահսկող եւ արդյոք ժողովուրդը համաձայն է նրա հետ, որ Նիկոլ Փաշինյանի հաղթանակի դեպքում մենք ոչ թե մնալու ենք որպես Հայաստանի Հանրապետություն, այլ դառնալու ենք արևմտյան Ադրբեջան, նույնիսկ Ադրբեջան ինչ որ մի մաս, հա, եւ շատ հավանական է, որ հաջորդ ընտրությունները լինեն ոչ թե ՀՀ ազգային ժողովի, այլ չգիտեմ Ադրբեջանի Միլի Մեջլիսի Հայաստանից ինչ որ մի բան մասնակցի եւ որոշակի ինչ որ ժամանակ անց Հայաստանում ձևավորվի Հայաստանի հայ համայնք, հա, սա ռուսիա ասած страшилки-ը չէ, սա այն իրողությունն է, որը լինելու է ապագայում եւ մեր ժողովուրդը պետք է շատ լավ հասկանա ինքը հունիսի 7-ին ինչ է ընտրում, էլ եմ ասում, սա կուշտ եւ սոված փորի ընտրություն չի, սա նույնիսկ խաղաղության ընտրություն չի, սա Արևմտյան Ադրբեջանի եւ Հայաստանի Հանրապետության միջև ընտրություն է եւ այստեղ կրկին դիմադիր դաշտը պետք է շատ հստակ աշխատանք կատարի, որ մարդկանց բացատրի, որ նույն յուղացիները, որոնք մտածում են, որ Փաշինյանին ընտրեցին եւ կյանքը լավանալ է, ոչ, կյանքը լավանալ է այն ադրբեջանցիների համար, ովքեր վերադառնում են այդ գյուղեր, այդ գյուղացիներին ինստաներից կհանեն, Փաշինյանն էլ կասի, դե եթե այդքան լավ գյուղեր, բա թող բնակվեն, բա այդ գյուղում թող բնակվեն, էլի, բա ինչ են բանանում, ինչ են ենթադրում գյուղից գնում խոպան, հա, հիմա հայերը գնում են խոպան, չեն հարգում իրենց գյուղերը, այն ադրբեջանցիները գալիս են իրենց գյուղերում աշխատում, ինչ վատ բան կա, այսինքն սա լինելու է, ինչպես շատերը չէին հավատում, որ Արցախում կարող է էթնիկ զտում լինի, հա, Արցախցի չլինի, հիմա նույնն այստեղ է լինելու եւ ելեմ ասում, այստեղ է հիմնականում ընդդիմության անելիքը, այստեղ պետք է բացատրական աշխատանք լինի, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ելի եմ ասում, ինքը անկեղծ հավատում է, որ դա, չգիտեմ, լուծում է։ Անկեղծ հավատում է, որ եթե մենք Ռուսաստանից փոխվենք ճշնամանակ Ռուսաստանին եւ պարկենք Թուրքիայի տակ, ահա այստեղ կլինի խաղաղություն։ Իսկ իր այդ հավատի համար մինչև ուր է պատրաստ գնալ Նիկոլ Փաշինյանը։ Այնքան մինչև իրեն թողեն, հա, հայ ժողովուրդը թողի, խորքային պետության մնացորդները թողեն, չգիտեմ եւ այլն, ես օրինակ ելեմ, ինչ եմ զարմանքս այն է, որ կառավարությունում իշխանությունում եւ պաշտպանության նախարարությունում ԱԱՑ-ում կան մարդիկ, ովքեր ծննդով Արցախից են, հա, եւ արդյոք իրենց համար հստակ է, որ Արցախյան էջը փակվել է, արդյոք իրենց համար դա նորմալ է, որ այլևս իրենք պետք է մոռանան Արցախ վերադառնալու մասին, ինչպես ասեց Նիկոլ Փաշինյանը։ Ասեց Հայաստանի Հանրապետության վարչապետը, երբ որ ասում է Արցախի էջը փակված է։ Ես չեմ առանձնացնեմ արցախցիներին, հա, էլի կրկին սեփ չխրենք, բայց առաջերտին այդ մարդիկ պետք է արձագանքեն, իսկ Արցախը բոլորիս հայրենիքն է, հա, եւ անկախ նրանից մենք այնտեղ մշտապես բնակվել ենք, թե գնացել ենք, սա մեր հայրենիքի մի մասն է։ Եվ որևէ մեկը իրավունք ունի Արցախյան էջը որոշի, որ Արցախյան էջը այս հետ փակվել է։ Չէ՞ որ մենք չենք ապրում Օրոյել 1984-ի մեջ, երբ որ պատմության մի շերտ կարելի ուղղակի դեն նետել եւ ընդհանրապես դրան չանդրադառնալ։ Իսկ մեզ ասում են, որ Արցախյան գոյամարտը չի եղել։ Հա, չկա այդպիսի բան։ Եվ օրինակ նույն հարցը կարելի ուղղել Սասուն Միքայելյանին կամ երկրապահի բարձրաստիճան, այսպես ասենք, պաշտոնյաներին, որոնք ժամանակին կռված մարդիկ են եղել։ Արդյոք իրենք համաձայն են, որ այն ինչի համար իրենք կռվել են ու հասել են ինչ-որ բաների, դա չկա։ Սասուն Միքայելյանը դրա պատասխանը չտվեց, ասելով, որ հեղափոխությունը շատ ավելի կարևոր էր, քան Արցախյան։ Հա, բայց հարցը ուղղակի հասկանում, արդյոք իրենք համեն, որ 30 տարին ուղղակի չկար, հա։ Այսինքն ոնց եղավ, որ այս մարդը որոշեց, որ Արցախյան գոյամարտ չկա, Արցախյան հարց չկա եւ այլն եւ հերոսներ չունեն։ Այս հարցի պատասխանները պետք է նաեւ ապագայում տան այդ մարդիկ, ում լռությամբ կամ ում այդպես լուր աջակցությամբ Նիկոլ Փաշինյանը ավելին ու ավելի ես բանանում բավարարում Ադրբեջանի եւ Թուրքիայի ախորժակները։ Խաղաղության մասին կարելի է շատ խոսել, օրինակ տեսեք, արդյոք Ադրբեջանի հետ խաղաղությունը կամ Թուրքիայի հետ խաղաղությունը ավելին է, քան Իրանի կամ Ռուսաստանի հետ թշնամությունը։ Արդյոք մեր ազգային արժանապատվությունը ու անվտանգությունը գետնով տալը եւ հանձնել Ադրբեջանին Թուրքիային հանուն ինչ որ խաղաղության խաչմերուկի արժի նրան, որ մենք վերջնականապես փչացնենք հարաբերությունները եւ թշնամանանք Իրանի եւ Ռուսաստանի հետ։ Հատկապես որ համապատասխան ազդակները եղել են այդ Ավելին ես ասեմ, մենք պետք է փառք տանք
որ թրիփ ճանապարհը չկառուցվեց։ Իդեպ դա կարծես թե Նիկոլ Փաշինյանի նախընտրական ծրագրերում չէր մտնում, այո, իրանական պատերազմը շատ բաներ խառնեց իրար, պարոն Իհարկե Քոչարյան։ խառնեց, որովհետև առնվազն մոտակա կես տարի թրիփի մասին ընդհանրապես խոսած չարժի։ Պատկերացրեք, որ թրիփը կառուցված լիներ, հա, եւ արդեն այնտեղ ամերիկացիները ներկա լինեն, հիմա ինժեների տեսքով, անչափ այլ տեսքով դա դառնալու է լեգիտիմ թիրախ Իրանի համար։ Մեկ տոննայանու սրտիրը մեր վրա էր ընկնելու այդպես ասած։ Չգիտեմ ինչ էր ընկնելու բայց դա լինելու է թիրախ, այսինքն մենք Հայաստանի տարածքում շատ հավանական է կունենանք մի օջախ, որտեղ աշխարհի որոշ պետություններ կնեն հակամարտության մեջ։ Ավելին ձեզ ասեմ, երեք կարծացի, որ Իրանը պատրաստվում է ոչ միայն ռմբակոծել, հրթիռակոծել բազաները ամերիկյան, այլ նաև ամերիկյան խոշոր տեխնոլոգիական եւ ֆինանսական կենտրոնները այդ տարածաշրջանում, այդ թվում Microsoft-ի օֆիսները, Amazon-ի եւ Nvidia-ի։ Իսկ Nvidia-ն մենք գիտենք, որ այստեղ բավականին մեծ ներդրում է ուզում անի Հայաստանը, եւ պատկերացրեք արդեն ներդրումը արածնեք, փաստորեն արդեն Հայաստանի տարածքում գտնվող Nvidia-ի իր մոդուլային ռեակտորով, միջուկային ամեն ինչը կներ Իրանի թիրախ, իսկ էլ եմ ասում, Իրանը որ ջղայնանում է արդեն չի նայում այնտեղ ովքեր են դիմացը, մուսուլման եղբայրներ են, թե քրիստոնյա եղբայրներ են, այսինքն ինքը թե Օմանի պարսիկներն են։ ինքը պաշտպանում իր անվտանգությունը։ Դրա համար էլ եմ ասում, փաստացի մենք տեսանք, որ այդ խաղաղության խաչմերուկի այդ մասը, արևելք-արևմուտքը ինքը հիմա դարձել է պատերազմի, այսպես ասենք, խաչմերուկ եւ էլ եմ ասում, եւ դե պետք է փառք տանք, որ 301 թվին քրիստոնեություն են ընդունել, որ Աստված միջև հիմա Հայաստանը պահում է եւ պաշտպանում է նույնիսկ Նիկոլ Փաշինյանի նմաններից։ Պարոն Քոչարյան, անդրադառնանք մեկ այլ նորության, արտաքին հետախուզության ծառայությունը վերջերս հայտարարությամբ հանդես եկավ, որ չեն նշում երկրի անունը, բայց կոնկրետ երկրի հատուկ ծառայություններ խոշոր հայ գործարարների միջոցով փորձում են մարդկանց կաշառել, ովքեր դա երկխաղացություն ունեն, որպեսզի նրանք ընտրությունների ժամանակ գան եւ քվեարկեն կոնկրետ ընդդիմադիր ուժերի օգտին։ Մի տեսակ հիշեցնում է մոլդովական սցենարը, արդյոք սրանով այս նախերգանքով ուզում են ազդարարել, որ ընտրություններին ընդառաջ հասկանալով իրենց ողբերգական ու ծանր վիճակը կիրառելու են այս ծրագիրը։ Նայեք, առաջին եկեք հասկանանք մոլդովական սցենարը որն է, հա։ Ի տարբերություն Հայաստանի, Մոլդովայում կար երկու շատ կարևոր բան։ Առաջինը Մայա Սանդոյի համար քվեարկած մոլդովացիների 80%-ը իրենց համարում է ռումինացի։ Հա, եւ ինքը համարում է, որ եվրոպական ուղին իրենք համարում են, որ մոլդովացին մի փոքր արեստացին ազգություն է, հա, եւ իրենք ռումինացի են։ Պետք է վերամիավորվեն Ռումինիայի հետ։ Մարդիկ, ովքեր քվեարկել են Սանդոյի համար, քվեարկել են ռումինացի վերջնականապես դառնալու համար եւ Ռումինիայի հետ միավորվելու։ Մենք Ռումինիա չունենք այստեղ։ Մեր Ռումինիան Թուրքիա է, բայց ես համոզված չեմ, որ մարդկանց, չգիտեմ, 100,000 մարդիկ մտածում են, որ իրենք թուրք են եւ մենք պետք է Մենք թուրքերեն չենք խոսում եւ չենք ասոցացվում։ Սա մեկ, երկրորդը ընտրությունները տեղ ունեցել ինչպես Մոլդովայի տարածքում, այնպես Մոլդովայի տարածքից դուրս։ Հա, եւ հենց Մոլդովայի տարածքից դուրս կրկին մոլդովացիներին, եվրոպացի մոլդովացիներին ճնշելով, ասելով, որ եթե Սանդուն պարտվի մենք cancel կանենք ձեր վիզաները, ձեր աշխատանքային աշխատելու իրավունքները եւ այլն կվերադառնանք Մոլդովա, այդ մարդիկ վախից գնացել քվեարկել են Սանդոյի օգտին, այստեղ այդ տարբերակը չկա, այսինքն Հայաստանում քվեարկել են մարդիկ, ովքեր գտնվել են Հայաստանի տարածքում։ Սա հիմնական տարբերություններն են Մոլդովայի, բայց այնպիսի տարբերություններ, որոնք հիմնական դերն են խաղալու, այսինքն ասել, որ այստեղ լինել է Մոլդովայի սցենարը, ոչ Մոլդովայի սցենարի մի փոքր նման է Եվրոպայի աջակցությունը եւ մեկ էլ այդ հակառուսականության տարածումը, ընդ որում, եթե Մոլդովայում հակառուսականության թեման կարող է ինչ-որ ձևի խաղալ, այստեղ չաշխատեց KGB-ի ագենտի թեման, որովհետեւ շուրջ առանձնապես դեմ չի sense KGB-ին, հա, հատկապես եթե դա ԽՍՀՄ-ի տարիներին է եղել, ինչը հայրենասիրության դրսևորում է դիտարկվել։ Դեմ չի ԽՍՀՄ-ին, հա, կոպիտ ասած այդպիսի բան չկա,
դա այն նարատիվները, որոնք կամ Պրիբալտիկայում կամ տարածվում են Մոլդովայում կամ Ուկրաինայում հակառուսականության, այստեղ դեռևս այդքան լավ չեն աշխատում։ Այսինքն մեզ մոտ ատելություն չկա Մեզ մոտ գիտեք ինչ կա, մեր մոտ ոչ թե ատելություն է, հիմնական նեղացվածություն է Ռուսաստանից, այսինքն այն մարդիկ, որոնք Ռուսաստանին չեն սիրում, իրենք չեն ատում Ռուսաստանին, իրենք ուղղակի մեղադրում են Ռուսաստանին ծանր բան, օրինակ Արցախին չօգնելու համար եւ դա հասկանալի վրդովմունք է, բայց այսպիսի ատելություն հատկապես մի երկրի հանդեպ, որտեղ ապրում են միլիոնավոր հայեր եւ այդ միլիոնավոր հայերի մեծ մասը նաեւ որոշակի ձևով օգնում է իրենց ընտանիքներին, ստե մի քիչ դժվար է այդ հակառուսականությունը տարածելու, դրա համար այդ մետադիչկան Հայաստանի պարագայում չի աշխատելու, ինչ է անում Փաշինյանը, իրենք հնարում են միֆեր, մի հատ էս բան են, չէ, օրիներ, որ 12000 վագներական Հայաստանում են։ Այո, նման լուրել տարածվում։ Մինչ հիմա չեն գտել 12000 ռուս սլավոնական արտաքինով մատ չեն կարողանում գտնել մինչ հիմա։ Եվ դրացել են այդ բանի լեգենդի տակ եւ այդ լեգենդի հիմնական տուժածը, ինչպես մաղունում են գրում, դա Նիկոլ Փաշինյանի ախրանի պետն էր, որին հերացրին աշխատանքից Դվինում ուժեղ սալյուտ խփելու պատճառով, հա, որտեղ մարդիկ մտածին, որ Վագները շտուրմ է անում։ Հիմա նույնն էլ այս պարագայում 80000 մարդ են բերում, եկեք հաշվենք, էլի 80000 մարդ դա քվեարկության արդյունքի վրա ոնց կարող է ազդել 80000-ը, եթե ընդհանենք 1.400.000 մարդ է գալիս, դա մոտավորապես 6%-ն է։ Այսինքն որը որոշիչ բան չի։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ 60%-ի չափ ունենալու են, չէ՞։ Ավելի Նիկոլ Փաշինյանը ասաց, որ այդ մարդկան մեծ մասը իր համար է քվեարկելու, հա, եւ շատ վատ իրավիճակի մեջ գցեց այդ հակառուսական ռուսոֆոբ զանգվածին, որոնք փորձում են այդ բանը տարածել, քաշես նույնիսկ իր այդ բանին արտաքին հետախուզական ծառայությանը, հա, որովհետև եթե դեպքը մենք պետք է ամեն ինչ անենք, որ շատ մարդիկ գան Ռուսաստանի քվեարկելու համար։ Ի վերջո, եթե երկհաղաքացին ով իրավունք ունի արգելել ՀՀ քաղաքացու անձնագրի ունեցողնաթուն գալ եւ ընտրել։ Ամեն ինչ է արգելի, հիմա չգիտեմ, մեկն ասում է 10 տարի եթե Հայաստան չեն եկել, չեն կարող քվեարկեն, չկա դες բաներ, սահմանադրությունը այդպիսի սահմանություն, այդպիսի բան չկա եւ պետք է սահմանության հոդված փոխեն, որպեսզի առնվազն Հայաստանի 10 տարի առնչություն չունեցող նոր հետաքրքիր է ոնց կարելի է որոշել մարդը առնչություն ունի, թե չունի, էլի հիմա մարդը ամեն օր մտածել է Հայաստանի մասին ինքը ունի, թե չունի, թե եկել գնացել է, ոնց են իրենք ֆիքսելու։ Սա մի կողմ դնենք, բայց էլ եմ ասում, ամեն օր խառը բաներ են ասում ու որոշիչ դեր ամեն դեպքում դա չի խաղալու։ Ինչի համար են բաց իրենք դա ասում։ Իրենք նախապատրաստում են արգումենտներ իրենց պարտությունը, որը լինելու է հունիսի 7-ին, այնպես անել, որ չճանաչեն իրենց պարտությունը եւ ասեն, որ այսպիսի դեպքեր են եղել, ազդեցություն է եղել ընտրությունների վրա, կեղծված է, չենք ճանաչում ընտրության արդյունքները, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինչ որ բաներ ասի, այսինքն սա նախապատրաստական աշխատանք է, սա ներկա փուլի համար չէ։ Այսինքն գիտեն, որ չեն ընտրվելու։ Այսինքն իրենք ասեն, ենթարենք պարտվում են, ասում են դա այն է, 70000 մարդ է բերվել Հայաստան, ու իրենք փոխել են արտաքին ազդեցություն ա եղել, չգիտեմ, թե Սամվել Կարապետյանի ուժն է ենթադրենք հաղթում, իրենք ասում են քրական գործ են հարուցում, չգիտեմ, հանում են այդ ուժը եւ այլն։ Ծառնակները կան, այո, կուսակցությունը չգրանցելու մասին խոսքը խզակցությունը։ Չեն կարող չգրանցեն, այսպես ասենք, եւ նաեւ որոշակի մեսեջ գնացել է Նիկոլ Փաշինյանին, որ հանկարծակի այստեղ չփորձես մոլդովական սցենարներ խաղաս, կստանաս հեղափոխություն, եթե չեմ սխալվում, երկրորդ նախագահն է ասել, հա, եւ իմ կարծիքով ընտրություններին բոլորը մասնակցելու են եւ մոլդովական սցենարը ինչ որ մեկին հանել չի աշխատի ինչի պատճառով, այ եթե օրինակ բոլոր ուժերը միասնական ճակատով հանդես գային, հա, այստեղ օրինակ 10 օր առաջ կարելի է միասնական ճակատը հանել ընտրություններից եւ Նիկոլ Փաշինյանը խախտում են, քանի որ մասնատված են գնում ուժերը, հա, առանձին են գնում, այստեղ է տարբերակը չի աշխատի, Կարապետյանից հանի, կտան, չգիտեմ, Քոչարյանին, Ծառուկյանին ձաները, Քոչարյանին հանեն, Կարապետյանին կտան, այսինքն այստեղ այդ բանը չի աշխատում, բայց էլ եմ ասում, այսպիսի բաները եւ իրենք դեռևս շատանալու են, այդ քեզը իրենք հավաքելու են նրա համար, որ պարտվելու ժամանակ իրենք ասեն այսպիսի բաներ են եղել եւ Եվրոպական միությունը կամ չգիտեմ այլ ինչ-որ ուժեր ասեն մենք չենք ճանաչում Հայաստանում ընտրությունների արդյունքները, որովհետեւ եղել է, չգիտեմ, արտաքին ազդեցություն, սա զուտ դրա համար է արվում։ Իսկ ուժային միջոցների կդիմեն։
Հնարավոր է, որովհետև էլի եմ ասում, Նիկոլ Փաշինյանը ապացուցել է, որ իր համար օքեյ է ժողովրդի վրա կրակել, ժողովրդին ծեծել, ես իմ եւ այն այստեղ նաեւ պետք է շատ լավ հասկանալ, որ Նիկոլի պարտությունով ոչինչ չի ավարտվում, որովհետև Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ դիմադրել է, Այսինքն հենց չի հանձնելու իշխանությունը։ Իհարկե, դրա համար էլ եմ ասում, ընդդիմությունը պետք է նաեւ նախապատրաստի ընտրազանգվածին այնպես, որ ընտրազանգվածը կարողանա պաշտպանել իր հաղթանակը եւ ընտրազանգվածը պետք է թույլ չտա, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ընդդիմության հաղթանակը գողանա, ինչպես դա արեց Լևոն Տեր-Պետրոսյանը 1996 թվականին։ Ճիշտ եմ հասկանում, որ ընտրություններով քաղաքական հիմնական զարգացումները նոր են սկսվելու։ Ոչ թե հունիսի 7-ին ավարտվելու է վերջ, Նիկոլը պարտվեց ու գնաց, այլ քաղաքական զարգացումները։ Հունիսի 7-ին նոր է սկսվելու, որովհետեւ սա սովորական ընտրություններ չէ, սա աշխարհակաղակական ընտրություններ են, հա։ Այսինքն մենք ընտրում ենք ոչ թե ազգային ժողով, այլ մենք ընտրում ենք աշխարհակաղակական վեկտոր։ Սա ընտրություն է մայրաթոր ունենալու եւ մայրաթոր չունենալու մեջ, հա, սա ընտրություն է ցեղասպան Թուրքիային պատժելու, թե ցեղասպան Թուրքիան որպես տանտեր կարգելու, սա ընտրություն է ապրել մեր հայկական գյուղերում, մեր հայկական քաղաքներում, թե գյուղերը եւ քաղաքները կիսել այստեղ ժամանած ադրբեջանցիների հետ, այստեղ ընտրություն է հայ մնալու, թե հայ չլինելու հետ, այսինքն այստեղ աշխարհակաղակական ընտրություն է եւ դրա համար այն ուժերը աշխարհակաղակական եւ գլոբալիստական եւ թուրքական եւ ադրբեջանական իրենք բարձր այդքան հեշտ չեն հանձնվելու։ Այստեղ շատ կարեւոր է, ելի եմ ասում, աշխարհի խոշոր աշխարհակական կենտրոնների դիրքը, այսինքն առնվազն այդ բարձր մակարդակով պետք է ասվի, որ Հայաստանում ընտրությունների որևէ արդյունքի պարագայում որևէ այն տարածաշրջանային ուժ իրավունք չունի սպառնա Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այսինքն մեսիջները պետք է հստակարվեն, ինչպես ժամանակին, օրինակ, երբ որ Թուրքիան Նախճեվանից ուզում էր հարձակվել Հայաստանի վրա, Քարվաչարի ազատագրելուց հետո, եւ Ռուսաստանի կողմից Մարշալ Շապեշնիկի շուրթերով եւ անունետև ԱՄՆ-ի պետդեպի չինովնիկների շուրթերով շատ խիստ նախազգուշացում եղավ Թուրքիային որևէ պարագայում Նախճեվանով Հայաստան չմտնել եւ որևէ հարցեր չլուծել։ Իսկն այստեղ եմ ես սպասում, որ այդպիսի բան պետք է լինի, որովհետեւ հակառակ պարագայում յուրաքանչյուր երկիր կարող է օգտվել իրավիճակից, հատկապես իրենց պրոտեժե տարիներով պահած փայփայած, կերակրած, աճացրած, մեծացրած Նիկոլ Փաշինյանի իշխանության պահելու համար։ Պարոն Քոչարյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես շնորհակալ հրավերքի համար։ Հիշեցնեմ այսօրվա իմ հյուրն էր մեդիափորձագետ Տիգրան Քոչարյան, այսօրվա համար այսքանը, հաջողություն։